Հայաստանի Հանրապետության կառավարության նախորդ նիստում վերջնականապես հաստատվել է երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը։ Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ այն համարվում է պետական նպաստ։ Տարեկան կտրվածքով ընտանիքը ստանում է 600,000 դրամ աջակցություն։ Հայաստանը մրգի և բանջարեղենի պահածոների Ռուսաստան մատակարարողների առաջին տասնյակում է։ Այս մասին են վկայում Ագրոէքսպորտի տվյալները։ 2025 թվականին Ռուսաստանը ներկրել է գրեթե 90,000 տոննա մրգի և բանջարեղենի պահածո, ավելի քան $131 միլիոն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալը աճել է 10%-ով։ 2024 թվականին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $139 միլիոն։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում։ Ընդ որում Վրաստանում այս ցուցանիշը կազմել է $1 միլիարդ 334 միլիոն, իսկ Ադրբեջանում $231 միլիոն։ Այս ցուցանիշները փաստում են, որ անցյալ տարի Վրաստանը 2 անգամ ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ է ներգրավել, քան Հայաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճ է արձանագրվել ինչպես ԵԱՏՄ ընդհանուր ուղևորաշրջանառության, այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների։ Հայաստանում այդ աճը կազմել է 0.3%։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Մեր երկրում արձանագրվել է ուղևորաշրջանառության ամենափոքր աճը։ Ամենամեծ աճը արձանագրվել է Ղազախստանում 7.6%։ Վրաստանում մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիներին մարտի 1-ից կարգելվի աշխատել առաքման ծառայությունների, ուղևորափոխադրումների և զբոսավարման ծառայությունների մատուցման ոլորտներում։ Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը։ 2025 թվականին Իսպանիայում վաճառվել է ավելի քան 714,000 տուն և բնակարան, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 2007 թվականից ի վեր։ Միջինում 1 քառակուսի մետրի արժեքը կազմել է €2,230։ Ըստ փորձագետների այսօր հիփոթեքի տրամադրման կանոնները շատ ավելի խիստ են, քան 18 տարի առաջ, և այդ պատճառով գների աճի տեմպերը վաղ թե ուշ պետք է դադարեն։ Եգիպտոսը մարտից սկսած կբարձրացնի մուտքի վիզայի վճարը։ Սա վերաբերվում է մեկ անգամյա մուտքի վիզաներին։ Մարտի 1-ից վճարը $25-ից կբարձրանա մինչև $30։ Բազմակի մուտքի վիզաների արժեքը կմնա անփոփոխ $60։ Մուտքը անվճար կլինի Շարմ էլ-Շեյխի օդանավակայան ժամանող և Սինայի թերակղզում միայն 15 օրից ոչ ավելի մնալու պլանավորող զբոսաշրջիկների համար։ Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը։ Չինաստանի առևտրի նախարարությունից նշել են, որ համագործակցությունը շահավետ է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում, բայց դա պետք է հայտնի լինի ոչ միայն մեզ, հայերիս, այլև օտարերկրացիներին, եթե ուզում ենք աշխարհում դիրքավորվել որպես հարուստ պատմություն, մշակույթ ու ժառանգություն ունեցող երկիր։ Այս նպատակով Հայաստանում պետք է զարգանա կրոնական զբոսաշրջությունը։ Այս տարի մենք շեշտը կդնենք, որպեսզի տուր օպերատորները, գիդերը եւ ուղեկցողները, երբ աշխատում են զբոսաշրջիկների հետ, մեկ օրվա ընթացքում ոչ միայն օրինակ այցելեն եկեղեցիներ, այլ լինի մեկ եկեղեցի, մեկ ամրոց, մեկ բնադիտում, մեկ մաստեր կլաս, մեկ խոհարարական ինչ-որ փորձառություն եւ այլն։ Հայաստանում բժշկական զբոսաշրջության համաժողով կանցկացվի 2027 թվականի հունվարին։ Դա հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրների ներկայացուցիչներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ եւ տարեկան 100,000-ավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկրներում բժշկական ծառայություններ ստանալու համար։ Շուտով կգործարկվի հայ-ամերիկյան MedAM հարթակը, որտեղ հնարավոր կլինի գտնել լավագույն բժիշկներին ու համապատասխան բուժ ծառայություններ մատուցող կենտրոնները։ Սա
առողջարանային, բուժական, պլաստիկ, էսթետիկ եւ ընդհանուր անգամ բարդ բաց վիրահատությունները, ինչպես նաեւ մինչեւ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար հնարավորություն կընձեռի ավելի շատ մարդ բերել Հայաստան։ Շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի հուլիսի 1-ից զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն եւ հայտարարեն իրենց գործունեության մասին։ Զբոսաշրջության կոմիտեն կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը եւ օրերի ընթացքում հարկ վճարողին կամ զբոսաշրջային սուբյեկտին կուղարկի էլեկտրոնային ծանուցում եւ հավաստագիր։ Եթե մենք մի երկիր ենք, որը թիրախավորում է օրինակ մայիս զբոսաշրջությունը, պատրաստվում ենք ընդունել հազարավոր զբոսաշրջիկների միաժամանակ, մենք պետք է հստակ իմանանք, քանի 5 աստղանի, քանի 4 աստղանի հյուրանոց ունենք, որքան է մեր մահճակալային ֆոնդը, որ մարզերում են դրան գտնվում, ինչպես այնտեղ հասնել եւ այլն։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից Հայաստանում գրանցված է շուրջ 25000 պատմամշակութային օբյեկտ ու այս ամենը 2-3 օրում տեսնելը պարզապես անհնար է։ Զբոսաշրջության կոմիտեի ծրագրերը միտված են լինելու, որ Հայաստան ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկը ավելի երկար ժամանակ անցկացնի մեր երկրում կամ կրկին վերադառնալու ցանկություն ունենա։ Միջազգային հեղինակավոր S&P Global վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, այն դարձնելով դրական։ Հեռանկարի վերանայումը արտացոլում է տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը։ Գործակալությունը նաեւ նշել է Հայաստանի տնտեսական աճի դրական հեռանկարը, ինչպես նաեւ արտաքին ցնցումները կլանելու կարողությունը, պայմանավորված միջազգային պահուստների բարձր մակարդակով եւ ճկուն փոխարժեքային քաղաքականությամբ։